Ես կարծում եմ, որ մեր պայքարը անկասելի է, հանձի ճշմարտությունը մեզ հետ է։ Ես չեմ ուզում այդ հարբեցող ծաղրացուի անունը անընդհատ տալ, իսկ արժանել չի այս սուրբ հայրում իր անունը տալու, բայց ինքը եւ իր նմանները արագ պետք է ճամփորդները կապեն, որտեղ իրենց դարաշրջանը ավարտվել է։ Ավարտվել է, որտեղ իրենք ներկայացնում են Հայաստանում աշխարհում գլոբալ կառավարիչների։ Այսօր ի ուրախություն երկիր մոլորակ է, երկու պետություն, երկու միջուկային գերտերություն միավորվել են գլոբալիստների ամբողջ իշխանությունը երկիր մոլորակի վրա ոչնչացնելու։ Խոսքս Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների մասին է։ Ուստև սրանց ժամանակները հաշված են։ Եվ ամենակարևորը, մեր ժողովուրդը պետք է առաջնահերթ գնահատի մեր անվտանգության երաշխիքները։ Մնացած ամեն ինչ արձանցվում է անվտանգությանը։ Իսկ մենք հաստատ գիտենք, որ այդ երաշխիքների շնորհիվ էր, որ Թուրքիան 92-93 թվականին, որ փորձում էր Հայաստան մտնել 3 անգամ Ռուսաստանի ներկայությունն էր, իր զինական, քաղաքական, դիվանագիտական ներկայությունն էր, որ Թուրքիայի ռազմական նկրտումները Հայաստան մտնելու եւ Հայաստանը գրավելու կասեցրեց։ Եվ այս մտքի գիգանտները, որոնք տգետ են բոլոր առումներով, քանզի հիմար են, բթամիտ են եւ չարչի են իրենց բնույթով, սրանք փորձում են հաջորդի հանել ամեն ինչ, այն թունάει մեր երկիրը։ Վստահաբար թույլ չենք տալու, ինչպես թույլ չտվեցինք Արցախյան առաջին ազատամարտում, երբ այդ թշնամին մեզանից շատ ավելի հզոր էր։ Եվ այսօրվա մեր հավաքի բոլոր մասնակիցներին կրկին ես շնորհակալություն եմ հայտնում այս ինքնաբուխ հավաքի համար, եթե կան խոսք ասողներ, ովքեր կցանկանան, մոտ օրերս բազմաթիվ հանրահավաքներ են լինելու եւ Արցախի մեր հայրենակիցներն են կազմակերպելու ամսի 20-ին եւ մյուս կազմակերպությունները։ Մեր գոյութենական խնդիրը մեր ձեռքում է։ Ուժերի հետ հաշվի են նստում, մեր միակամության հետ հաշվի են նստելու, մեզ հարգելու են եւ գնահատելու են։ Լարկանի թուլամորթի եւ խաղաղություն մուրացողի տեղը արտակնոցն է։ Այնպես որ այս հարբեցող ծաղրացուն իր քաղաքական խմբակով մի տեղ ունի, ընդամենը արտակնոց, վերջում են ժողովրդի ջուրը կքաշի։ Այսքանը, եթե խոսքասողներ չկան, կարող են լրագրողները մեր մասնակիցներից նաև վերցնել ինտերվյուներ եւ Տիկին Հակոբյան, խնդրեմ դուք խոսքի ասող։ Ես երկու ավելի մանրամասն լրագրողներին կկարտամ, քանի որ սաստիկ անձրև է սկսում, բայց ես ուզում եմ բոլորին կոչ անել, որ մեր հայրենակիցները Ամերիկայում, ինչպես մենք այստեղ ստորագրահավաք ենք անելու, persona non grata հայտարարելու Ամերիկայում այստեղ, Ամերիկայից այստեղ դեսպան գտնվողին, այնպես էլ ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները Ամերիկայում persona non grata հայտարարեն Լիլիթ Մակունցին, ով որ չգիտես ինչով է այնտեղ զբաղվում եւ ըստ օդում կախված լուրերի, միայն դեմոկրատական կուսակցության հետ է իր կապերը պահել, իսկ հայերի համար փաստորեն ոչինչ չի են արել։ Ես ուզում եմ, որ Ամերիկայի հայերը նույնպես ստորագրահավաք սկսեն եւ նրան նույնպես վտարեն Ամերիկայից։ Շնորհակալություն, բանականին ճիշտ առաջարկ է, կարծում եմ ընդհանրապես գլոբալիստների ներկայացուցիչները կարծում դա Հայաստանն է Միացյալ Նահանգներում։ Բոլորի տեղը աղբանոցն է, իսկ մեր հարբեցող ծաղրացուի տեղը արտակնոցը։ Այսքանը, եթե հարցեր չկան, մեր սիրելի լրագրողներին կարող է եւ լինեն այստեղ մոտենալ, մեր այսօրվա ինքնաբուխ հավաքը ես հայտարարում եմ փակված, շնորհակալություն նաեւ մեր ոստիկաններին, որ ուշադիր լսում են մեզ, իրենք մեր երկրի քաղաքացիներն են, իրենք մեր զավակներն են եւ մեր երկրի ճակատագիրը կարծում եմ նաեւ մեզ համար անտարբեր չի։ Շնորհակալություն բոլորին։